Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի գարնանային նետի աշխատանքները։ Գործընթացն իրականացվում է բոլոր ագրոկանոններին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների գործակցությամբ քաղաքապետարանի բնապահպանության վարչության վերահսկողության ներքո։ Կոնկրետ այստեղ բակային տարածք կա, որ գրություն է եղել, խոսք ենք տվել, որ գարնանը կանենք եւ հիմա ինչպես տեսնում եք իրականացվում է այդ։ Այդ ընդհանրապես ֆիտոտեխնիկական ագրոմիջոցառում է, որի ժամանակ մենք հեռացնում ենք տվյալ ծառի թորացած ճյուղերը, հիվանդ ճյուղերը, որը նկատվում է հիմա, անձեն աչքում նկատվում է դրանք, եւ եթե սաղարթը ինչ-որ դեֆորմացված է ձևի, մենք աշխատում ենք այդ սաղարթը կոսմետիկ էդի միջոցով բերել նորմալ վիճակի։ Արդեն իսկ ընթանում են ծառերի ձևավորման, իսկ առանձին ծառատեսակների դեպքում նաև խորհեդման կամ այսպես կոչված երիտասարդացման աշխատանքներ։ Դրանք ըստ մասնագետների ծառերի կենսունակության ապահովման տեսակետից պարտադիր միջոցառումներ են, հատկապես որոշ ծառատեսակների դեպքում։ Հիմնականում էդվում են թեղիները, մոտ 70%-ը, այնուհետ բարդիները, հացենիներ, թխկիներ եւ այլն։ Այսօր աշխատում ենք մեկ խմբով, այսինքն աշխատում է մեկ ագրովերելակ եւ մեկ բեռնատար, վաղը կլինի 2 բեռնատար, 2 ագրովերելակ։ Անվտանգությունն ապահովելու նպատակով գործընթացը նախ իրականացվում է խնդրահարույց այն հասցեներում, որտեղ ճյուղերը խանգարում են ճանապարհային երթևեկության նշաններին ու արտաքին լուսավորության համակարգին։ Սկսել ենք թեժ գծերով ստացված հասցեները, բնակիչների կողմից դիմաց, ծանրաբեռնված ճկված ծառերի հեռացում, չորացած ճյուղերի հեռացում, հիմնականը կատարում ենք սանիտարական նետման աշխատանքներ, ունենք նաև ներկայացրած փողոց, որը Աթյան փողոցն է, այս պահին դիմումով հասցեներն ենք անում, ովքեր որ դիմել են աշնանից մինչև գարնան ընկած հատվածում, այդ հասցեներից սկսել ենք, բակային տարածքները կվերջացնենք, այնուհետև կանցնենք մեր կենտրոնական փողոցների էդման աշխատանքներին։ Նախատեսվում է սանիտարական էդ իրականացնել 300-ից ավելի բակերում, 30 փողոցներում, 20-ից ավելի այգիներում, պուրակներում եւ հանրային հասցեներում։ Ծառերի էդն ընթանում է ինչպես փողոցների հարակից մայթեզրիա հատվածներում, այնպես էլ բակային տարածքներում։ Էդին զուգահեռ կազմակերպվում է նաեւ ճյուղերի տեսակավորում եւ տեղափոխում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։